Ողջունում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ եւ լրագրողներ։ Հիմա բացման խոսքով հանդես կգա Ղազարյան Հովսեփը, այնուհետև իրենց հետո խոսքը կշարունակեմ ես։ Պատերազմի մասնակիցները, ովքեր մեդալներ եւ շքանշաններ են ստացել, բոլորս կներկայացնենք, թե ինչի համար ենք արժանացել այդ պատվին ու որպես բողոքի նշան կդնենք կառավարության շենքի դիմաց։ Հիմա լսենք Ղազարյան Հովսեփին։ Բարև ձեզ։ Ուրեմն այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալների չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, այն դժվարությունները, այն պայքարը, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, իր սխալները արդարացնելու համար փորձում է զրոյացնել դա եւ մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Ի նշան բողոքի այս հայտարարության դեմ ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Շքանշանները ստացել ենք եւ Արցախի հանրապետության նախագահից եւ Հայաստանի Հանրապետության նախագահից։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Քանի մասնակիցներ հիմա հանձնում։ Այս պահին 7 մասնակից կհանձնի։ Շքանշանները ձեր ծառայության դիմաց են պետությունն ա տվել, թե հիմնականում դա տեսեք, այս իշխանավորները, ով պետության գլուխն են հիմա, ուղղակի այդ պայքարի գաղափարը ոչնչացնում են, ուղղակի զրոյացնում են, եւ մենք այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, այս քայլով մենք ասում ենք, որ պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Այո, հաջորդիվ դուք կիմանաք արդեն։ Հիմա ես էլ իմ խոսքը կասեմ, որից հետո մասնակիցներով կներկայացնենք, ով ինչի համար է ստացել ու կլսենք արդեն ձեր հարցերը, որին կպատասխանենք։ Սկսեմ նրանից, ինչի համար ենք եկել այս եզրահանգմանը, ինչու այսքան տարի հետո։ Հայաստանի 3-րդ հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որին արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե քաղաքական, թե ռազմական, ինչու ոչ նաև աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո մենք սկսեցինք պարբերաբար զիջել թե տարածքային, թե արժեքային ամբողջ համակարգը։ Եվ դրանով այդ փաստաթղթի ստորագրումով ամեն ինչ վերջացավ, այլ սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից, ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից եւ պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու, դրա միջոցն է մեր մեդալները եւ շքանշանները ետ վերադարձնելը ու ասել, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային եւ ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումը իրենց կողմից։ Հիմա առաջինը ես կներկայացնեմ իմ պարգևները, դուր։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ
ՊՆ նախարարի կողմից։ Դրաստամատ Կանայանի գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար նորից պաշտպանության նախարարի կողմից։ Մարտական ծառայության մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։ Այս ամենաանհասկանալի մեդալն է։ Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու եւ ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։ Այսքան էլ երևի կամավոր Այսինքն դուք հենց կառավարություն եք վերել, որովհետև ձեր նշված քաղաքականության պատասխանատուն հենց Փաշինյանն է, ոչ թե այն անձիկ, ովքեր ձեզ այս մեդալները տվել են։ Ոչ, ես չեմ ասում մեդալները թե ինչի համար։ Ինչու կառավարության։ Ինչու կառավարության, որովհետև պատասխանատուն կառավարությունն է եւ իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող ասել Գեղամ Մանուկյանի շեֆը Նիկոլ Փաշինյանը իրանց քանի քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ եւ զոհեր ենք ունեցել։ Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանը Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ եւ 4000 զոհ։ Հաջորդը եղավ այն գիծը, որ ասեց, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արժե համակարգի պղծումը ինքը սկսեց։ Մյուսը այն էր, որ ասեց, միջանցք չի լինելու եւ դա մեր համար կարմիր գիծ է, ու այսօր արդեն քննարկվում է մեր ինքնիշխան տարածքով հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը եւ խոսում է իրական Հայաստան տերմինից, ուզում եմ հիշեցնել, որ իր այսպես ասած իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայկին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինվոր զինծառայողներ գնդակահարվեցին։ Այդ էլի նույն իրական Հայաստան ասած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում է գրանցել եւ հասել ջերմուկի մատույցներին։ Դա ինչու համար եմ շեշտում 18 տարեկան զինվորները, որովհետեւ ինքը նոր թեզ է առաջ բերել, որ չպետք է մեր 18 տարեկան երեխաները դիրքում կանգնեն, նախ երեխաներ չեն, երբ որ համազգեստ են կրում, արդեն դառնում են հայրենիքի պաշտպան զինվոր են նրանք։ Այդ 22 թվականի սեպտեմբերի 13-ի զոհվածների հիշատակի օրը, երբ նրանք ֆեստիվալ անցկացրեցին անտեսելով զոհերի հիշատակը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին չհիշեցին Արցախի հայաթափման գործընթացի մեկնարկը, որին ես ներկա եմ եղել եւ մինչեւ վերջին օրը պայքարել եմ Արցախի անկախության համար, ու ես այդ ազատության կորուստը զգացել եմ, երբ գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից։ Այս պատմությունը կոպիտ ասած մի անգամ արդեն տեսել եմ եւ չեմ ուզում, որ դա կրկնվի, ու պայքարելու ենք, ես եւ իմ ընկերները մինչեւ վերջ պայքարելու ենք ու հասնենք նրան, որպեսզի հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին։ Դուք սահմանազատ
հաստատման գործընթացների ժամանակահատվածում բավականին ակտիվ էիք եւ այն ժամանակ Հիմա խոսեմ դրա մասին։ Քրեական գործ էր, հա, հարուցում։ Հիմա խոսեմ դրա մասին։ Ինչի համար եմ ընտրել այս պայքարի միջոցը, որովհետև ես եւ իմ ընկերները չենք ուզում մեր սերունդներին ու Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովրդին, ոչ թե ասել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ժողովրդին, այլ հայ ժողովրդին, թողնել նրա ստորագրած ստորացուցիչ փաստաթուղթը, այլ ուզում ենք ժառանգություն թողնել մի արժե համակարգ, որին մեր սերունդները, որի համար նորից պայքարելու են։ Այս պայքարի ձևը լավ ուրիշ չի, որ ընտրել ենք, որ մենք հրաժարվում ենք մեր ամենաթանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են նաև հազարավոր մարդիկ, դրանց թվում նաև իմ մարտական ընկերները, որոնցից 6-ը միայն Արցախի հերոս են եղել։ Անցած տարի միակողմանի սահմանազատման եւ գյուղերի զիջման համար պայքարին ես եւս եղել եմ նոյեմբերյանի շրջանում։ Խաղաղ ակցիայի ժամանակ սադրանքին հետևանքով ազատազրկվել եմ 1 ամսով։ Հիմա մենք ընտրել ենք այս միջոցը պայքարի ուղի ու սա շարունակական է լինելու եւ մենք ետ չենք կանգնելու մեր դիրքորոշումից։ Դրանով գամնել ասեք Պետրոսյան Արման։ Երբ ամոթել Արման ջան։ Հիմա տղաները Ղազարյան Օսեփը ներկայացրեց, Նավասարդյան Հայկը կգա։ Ես Նավասարդյան Հայկն եմ, ես այսօր այս ակցիայի շրջանակներում հանձնել եմ իմ Գարեգին Նժդեհ մեդալը, որով պարգևատրվել եմ 44 օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպես բոլորս ակնհայտ տեսնում ենք, ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում եւ իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք եւ այս մեդալներն ու շքանշանները ստացել ենք։ Մենք մեր այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք դրա հետ եւ չնայած նրան, որ մեր մեդալները, մեր շքանշանները, մեր պայքարը մեր համար շատ մեծ արժեք ունի, սակայն դրանց հիմքում դրված ավելի մեծ արժեքները, որոնք սիմվոլով չեն արտահայտված, այլ մեր սրտերում են, ոտնահարվում են այսօր, ու մենք այս քայլով ուզում ենք ցույց տալ եւ իշխանություններին, եւ հանրությանը, որ մենք հաշտ չենք սրա հետ ու դեմ ենք դուրս գալիս արժեզրկմանը, այն ամեն ինչի համար պայքարել ենք։ Սա մեր կողմից ժեստ է, մեր դիրքորոշումն ենք հայտնում, ակնկալիքների մասին հետագայում ավելի մանրամասն խոսենք։ Այսօր ակցիայից դուրս ուրիշ բաներ չենք ուզում ասել։ Մեդալը ցույց տակ տեսակ։ Բարև ձեզ։ Իմ անունը Ալբերտ Թադևոսյանն է։ Հա։ Սենց լավ է։ Սենց։ Հա։ Իմ անունը Ալբերտ Թադևոսյանն է, ես 20 թվականի 44 օրյա պատերազմին մասնակցել եմ որպես կամավոր Արցախի եղնիկների պաշտպանական շրջանում եմ եղել իմ ընկերների հետ ու այդ մասնակցության համար ստացել եմ Գարեգին Նժդեհ գերադասչական մեդալ, որից հրաժարվում եմ մեր կառավարության հրաշալի քաղաքականության հետևանքով։ Ես չեմ ուզում կրեմ այն մեդալը, որը հիմա այդ պայքարը չի արժևորում, չի կարևորում մեր իշխանությունը։ Եվ մեր տղաները ստեղծան որոշակի վտանգի առաջել են, որովհետև Ադրբեջանը պահանջ է դնում հանձնել այն բոլոր անձանց, ովքեր պատերազմների ընթացքում Արցախի համար կռիվ են։ Դե Ադրբեջանը անընդհատ ինչ-որ պահանջներ է առաջ մղելու, քանի դեռ մեր իշխանությունը ցանկացած հաջորդ պահանջի առանց ինչ-որ խնդիր, առանց ինչ-որ դիմադրության ամեն ինչին համաձայնվում է։ Դա սկիզբն է, հələ մենք շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու Ադրբեջանից, որը շուտով երևի դրանք էլ կիմանան։ Իրական Հայաստան խաղաղություն, բոլորովին այլ Հայաստան։ Եթե մեր իշխանությունները մեր պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրած լինեին, կիմանային, որ վերջի մի քանի 100 տարիներ մենք փորձել ենք ապրենք Թուրքիայի հետ միասին համակեցության որոշակի խաղաղ պայմաններ, բայց ամեն անգամ ստացվում է նույն բանը։ Դա եղել է 100 տարի առաջ, դա եղել է մի քանի տարի առաջ, դա եղել է 200 տարի առաջ ու իրանց բարձր հովանու ներքո նորից է կրկնվելու։ Մենք չենք ուզում ապրենք մի երկրում, որը շուտով
գոյություն չունենալու իրանց քաղաքականության պատճառով կամ շնորհիվ։ Մեդալներից չտակ Հա։ հարցեր կպահեք Հասկանում։ Էլի մարդ կար առաջ եկեք այստեղ Բարև ձեզ, իմ անունը Ռաֆիկ Գաբրելյան է, ես միանում եմ իմ ընկերների նախաձեռնությանը եւ անիմաստ եմ համարում պահպանել սեփական պարգևը, եթե ընկերներս հրաժարվում են, քանի որ մենք բոլոր գործողությունների ժամանակ միասին ենք եղել եւ այդ միասնականությունն է ինձ ստիպում, որպեսզի ես նույնպես հրաժարվեմ, ինչպես նշեցի, պարգևը պահպանել ուղղակի այս դեպքում անիմաստություն եմ համարում եւ միանում եմ իմ ընկերներին, սա իմ մեդալն է, որը ստացել եմ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եւ վերադարձնում եմ պարգևը։ Շնորհակալություն։ Ներողություն, իսկ որ մի փոքր էլի բացեք, նկատի ունեք, որ դեմ եք նաև ցեղասպանության, որտեղ ձեր հաղորդագրության մեջ կար, ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, ոչ միայն Արցախի հարցում կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին է զիջումների։ Ես համամիտ եմ բոլոր այն կարծիքների հետ, որոնք որ իմ ընկերները հնչեցրել են, ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ հավատում եք, որ հակառակորդի հնարավոր է խաղաղ ապրել, որ տեսել եք, էլի մարտի դաշտում զգացել եք, թե ինչեր են արել կամ ինչպիսի ատելությամբ են մեր նկատմամբ լծված եղել, իրենց հետ հնարավոր է։ Գիտեք, ամեն կոնկրետ իրավիճակ ունի իր գնահատականը, այսինքն պատմության մեջ կան դեպքեր, երբ որ ստացվել է խաղաղ համակեցությունը հայերի եւ թուրքերի կամ հայերի եւ ադրբեջանցիների միջև, բայց վերջին շրջանում չի ստացվում։ Շնորհակալություն։ Ես կարճ լինեմ, էլի միանում եմ իմ մարտական ընկերների նախաձեռնությանը, ունեմ վաստակ ռազմական գործողությունների ժամանակ, այսօր հանձնում եմ, մինչև այն պահը կարծում եմ, երբ արժանի կլինենք, այսինքն կազատագրենք մեր երկիրը, մենք սահմանն ենք պաշտպանում, պարզվեց թուրքը երկրի ներսում է եւ երկրի սրտում է նստած, չնայած շուտ էր պարզվեց, շատերի համար նոր պարզվեց։ Հիմա կհանձնենք մինչև այն պահը, երբ որ կազատագրենք մեր երկիրը եւ հետո կարժանանանք այս վաստակներին։ Այսքան Արման Մխիթարյան, Որտեղ եք մասնակցել։ Գարեգին Նժդե մեդալն է, մասնակցել եմ, եղնիկներում ենք եղել ենք եւ հետախուզ եւ գրոհային ենք եղել, այսինքն որտեղ մեր կարիքն ա եղել, չենք զլացել, մասնակցել ենք։ Այդպես որ ասված միացելին բոլորը նորից կգնա, որովհետեւ անընդհատ ասում են, որ մենք կարծես թե այսպես, հա, զենքերը վայրած վիճակում ենք, մեր հանրությունը պատրաստ չի, եթե ասված միացնենք ինչ-որ բան լինի։ Տեսեք, բնականաբար, եթե խնդիր կա քո հարազատներին, քո ազգակիցներին պաշտպանելու, պետք է այդ խնդիրը լուծես։ Այլ հարցա, որ գիտակցում ես, որ թշնամին եւ թիկունքում է, եւ արջևում է, եւ ամենուր է։ Սա այլ խնդիր է, բայց եթե վտանգ կա, իհարկե պետք է պաշտպանես։ Թեկուզ գիտակցելով, որ շանսերը շատ չնչին են։ Ոչ թե նրա համար, որ մենք ենք թույլ, այլ նրա համար, որ ցանկացած պահի, ցանկացած կետից կարող է խնդիր ծագի։ Այսպես։ Տղաների խոսքը այսքանով վերջ, մի երկուսն էլ զուտ չեն ցանկանում խոսել։ Ես կցանկանայի պատասխանել անջան ձերեն հարցին, թե լարում լինի մենք նորից մասնակիցը կլինենք, թե չէ, մենք ամեն վարկյան պատրաստ ենք պահելու եւ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, բայց մեր ցանկությունը զուտ ոգու ճիչ է, դրանով հարցին լուծում չի տրվելու, քանի որ հակառակորդ պետությունը մեր դեմ համակարգ է ստեղծել եւ համակարգի միջոցով է ասել առավելության, իսկ մենք այդ համակարգը դեռ չունենք, ասեմ ավելին, մենք օրեցօր քանդում ենք դրա վառ ապացույցը 2026 թվականի պետական բյուջեից մոտ 250 միլիոն դոլար կրճատումն է ռազմական ծախսերի, ինչպես նաև քաղաքական ընտրություններից առաջ
որոշում են կայացրել PR տեսակետից, որ տարիուկես են սարքելու ժամկետային զինծառայությունը, ինչը մենք որպես համակարգից տեղյակ մարդ ես կարամ վստահաբար ասեմ, որ աշխարհը հիմա գնում է ժամկետային զինծառայության, պարտադիր ծառայության, այլ ոչ թե պայմանագրայինների ու 2020 թվականի կռիվը դրա վառապացույցներ, որ 18 տարեկանից 20 տարեկան երիտասարդները իրանց ոգու միջոցով կարողացել են կատարել առավելագույնը, իսկ այսօր տարիուկես արգելու պայմաններում 2 տարվա ընթացքում 25% կրճատվելու է ժամկետային զինծառայողների թիվը ու դրան գումարած նրանք չեն կարողանում այնպիսի համակարգ, այնպիսի սոցիալական ծրագրեր իրականացնել, որ պայմանագրային ծառայողների թիվը մեծանա, դրան հավելում վառ օրինակն է նաև արցախահայերի, ովքեր ծնված օրվանից առնչվել են կրակոցներին, առնչվել են մարտական հերթապահություններին եւ իրենց ամեն երկրորդ ընտանիքում զոհ ու վիրավոր է եղել, այսօր այդ մարդկանց ամ չեն ներգրավում 90%-ին ծառայության։ Ես էլ 2 տարի է եկել եմ այնտեղից եւ մինչեւ հիմա զինծառայության համար ոչ մոտեցում է ցուցաբերվել, ոչ էլ կոպիտ ասած ցանկություն ունեմ ես այս քաղաքական իշխանության ներքո համազգեստ կրեմ իրենց հրամանատարության տակ, քանի պատերազմը չի սկսվել։ Վերջ։ Հանձնում եք Երկրի իշխանությունները վտանգ չեն տեսնում ստեղծված իրավիճակում։ Ինչպես է Երկրի վտանգ չեն տեսնում, այլ ձգտում են խաղաղության։ Նախ մենք պետք է տեսնենք հակառակորդ պետության ղեկավարը ինչ է ասում, քանի որ հաղթողը նրանք են, ինչքան էլ որ ցավալի է իրականությունը դա է։ Այդ հաղթող պետության ղեկավարը 5 տարի է թելադրում է, 5 տարի է քաղաքական հայտարարություններ է անպագորգոր անում ու ամեն արտահայտություն իրականություն է դարձել եւ նա էլ լավ հասկանում է, որ օրը ինքը իր ասացի տերը չեղավ եւ մեկ քայլ ետ զիջեց, այդ օրվանից իր Ադրբեջանի Հանրապետության զիջողական քաղաքականությունը սկսվելու է։ Ու այդ ես բացառում եմ այս իշխանության օրոք որ լինի, դա անելու ենք մենք, անելու է երիտասարդությունը, անելու են գիտակից մարդիկ, ովքեր օրուգիշեր աշխատում են եւ պայքարում են այս Հայաստանի Հանրապետության անկախության ազատության համար։ Այս երկրի ղեկավարը ինչ ուզել է, կոպիտ ասած, մենք տվել ենք, ասել է հարկերը վճարեք, հարկերը վճարել ենք, ասել է պատերազմակամավոր պետք է ջոկատներ կազմեք, գնաք պատերազմին մասնակիցը լինելու, մենք կամավորագրվել գնացել ենք դեռ նախքան իրա ասելը, տվել ենք մեր ամենաթանկը, իմ 27 ընկերները զոհվել են, թե Հայաստանից, թե Արցախից այդ 3 պատերազմական գործողությունների հետևանքով, մենք ստեղ ճիշտ է, ես հասկանում եմ, որ լայն շրջանակներում եւ լրատվականների մոտ պատերազմին մասնակիցները ասոցացվում են որպես սոցիալական հարցերի դեմ բողոքողներ կամ չգիտեմ պատերազմ վարողներ, այդ պատերազմը մենք չենք ուզում։ Մենք ամենալավը գիտենք այդ խաղաղության գինը, ու այդ խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ մենք մեր սուվերեն երկրում կունենանք ամուր տնտեսություն ու հզոր բանակ, որին մենք հասնելու ենք, կլինի դաժան պայքարի միջոցով քաղաքական օրակարգի մեջ, ոչ օրենքից դուրս, սխալ չհասկացվի իմ բառերը, մեր ձևովի նման չտանեն, էլի փակեն, հավես չկա այլ։ Ես Արման Պետրոսյանն եմ, ներկայացել եմ արդեն։ Հիմա մեր խոսքը եւ գործողությունները ավարտենք դրանով, որ մասնակից տղաներով, ընկերներով մոտենալու են կառավարության շենքի մոտ եւ մեր մեդալները կամ կդնենք աստիճանների վրա, կամ էլ եթե կառավարության շենքում կա այնպիսի կերպարով արժանի է այդ ամենը վերցնելու իր ձեռքը, ով գիտի զենքի արժեքն ու հայրենիքի սահմանների պաշտպանության իմաստը, կարագա չենք սպասելու։ Լայվ հեռարձակում կա, հուսով եմ, տեսնում են, հետևում են ու գիտեն։ Մենք մեր վաստակի արժեքը գիտենք, այդ բոլորն են հնչեցնում այդ հարցերը, ինձանից շատ ոչ մեկ չիմանա դրա ցավը, որից ես հրաժարվում եմ։ Ես հրաժարվում եմ հանուն
գալիք պայքարի, որի մասին ընթացքում մենք մեր հայտարարությունները, մեր գործողությունների պլանը թափանցիկ ձեզ ներկայացնելու ենք։ Անդրեբանոցը բերեք Ես իմ ամենաթանկ մեդալն է, ես զինծառայության ժամանակ եմ ստացել, երբ այդ հակառակորդի սպային շակերտավոր ասած միշտ դիրքային հատվածում իրան որ խելոք չէր պահե, ճանապարհեցինք իրանց տուն, զորամասի հրամանատարը 1800 հոգանոց զորամասը շարարապարակում հավաքելուց հետո հպարտության խոսքեր ասեց, որոնք ես չեմ մոռանում ու ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս։ Սա չի կարա արժեք ունենա այն պարագայում, երբ որ Արցախի հանձնման օրը սեպտեմբերի 19-ին ինչ էին դրան այդ լաբուբուն, այդ Վահան Կոստանյանը ստանում է հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աշճանի շքանշան։ Երբ որ բացենք մեդալները, արդեն արժե զրկումը որտեղից է գալիս։ Ամեն գերատեսչական մեդալի վրա գրած է 6322, սա նշանակում է, որ ինքը 6322-րդն է եղել ու նմանատիպ 30-ից ավել մեդալներ ու շքանշաններ կան, որոնք ընդհանուր գումարային թիվը հասնում է 100,000-ից ավել։ Իսկ եթե այդքան արժանի մարդիկ կային, ապա ինչու ենք այս իրավիճակում։ Հարգելիս տեղեկացրեք, հետևները ծանր չի թող դուրս գան։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է, ձեր համակարգի ամոթն է, ձեր քաղաքական ղեկավարության մի խոսքով իմաստ չկա շարունակելու։ Վերջ, ձեզ շնորհակալություն, դեռ կհանդիպենք։ Բացեք նա ընդհանուր նկարենք,
Ա